Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո։ Մեդիա հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր սիրով տաղավարում հյուրընկալել եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես ճիշտն ասած այսօր ձեր հետ իմ զրույցը ուզում եմ ծավալեմ այսպես քաղտեխնոլոգիական տեսանկյունից, բնականաբար նաեւ դուք շատ հաճախ քաղաքական մեկնաբանություններով եւ տարածաշրջանային եւ աշխարհակաղակական վերլուծություններով հանդես է գալի, բայց այնինչ այս օրերին կատարվում է մեր երկրում, ներսում եւ նաեւ շուրջը ինչ հայտարարակ ավերակ եւ պատերազմական տրամադրություն է, այս կոնտեքստում մեր երկրում ձևավորված այսպես ճակերտների մեջ կարևոր օրակարգերի շուրջ եմ ուզում խոսել եւ ինչ քաղտեխնոլոգիա է առհասարակ կիրառում այս պահին մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը։ Սա հատուկ ուղղորդված, ծրագրված կոնցեպտ է, որը իրականացվում է, թե ամեն դեպքում հաշվի առնելով նրա բնավորության հախուռն առանձնահատկությունները, պահիտակ որոշումներ են ուղղակի։ Ես կարծում եմ, որ վաղուց որևէ տեխնոլոգիա չկա։ Դուք տենց եք կարծում։ Ես կարծում եմ, այո, որովհետև թեև ինչ որ առումով միգուցե եւ կա, որովհետև դա պրիմիտիվիզմն է։ Այսօր աշխարհում, եթե մի պահ մոռանանք Հայաստանը, կտեսնեք, որ բոլոր լիդերները մաքսիմալ պրիմիտիվ են դարել։ Այսինքն նրանց շփումը պրիմիտիվ մակարդակի։ Այսինքն դա խիստ ավելի հասանելի լինելու հանրությանը դրան է միտված։ Կարծում եմ, այո, տենդենս է եղել, տրենդ է եղել ինչ որ, այդ չեմ ասում բոլորը, բայց ամենայն դեպս շատերը, այդ թվում նաև բավականին լուրջ գերտերությունների, ղեկավարներ, ես չեմ կարող ասել նրանք պրիմիտիվ են թե չէ, բայց որ նրանց բառապաշարը շփման ձևը շատ պրիմիտիվ է, դա փաստ է, դա ես չեմ ասում։ Այս առումով կարծում եմ երևի թե այդ տենդենսի մեջ է, բայց անգամ այդ տենդենսում չկա այն բառամթերքը, որը օգտագործվում է Հայաստանի ղեկավարի կողմից։ Ստեղ արդեն կարելի է դիտարկել մի քանի, ես նայում եմ, տարբեր վերլուծություններ ասում են պատրաստվում է ընտրության, օքեյ, պատրաստվում է ընտրության, ով է թիրախը, որովհետև այն ուղղված է այդ բառամթերքը, այսպես թե այնպես իրենն են, իր ընտրազանգվածն են, ինքը խնդիր չունի, ինքը խնդիր ունի, որովհետև կորցրել է, խնդիր ունի վերականգնել։ Այսինքն ավելի այսպես բանիմաց, հասկացող ընտրազանգվածը իրենը չէ, այսպես թե այնպես, դա նկատի ունի։ Այո, եւ չեմ կարծում, որ այս բառամթերքով ինքը այդ մարդկանց փորձելու է բերել իր միանշանակ, հակառակը։ Այսինքն ընդհակառակ, ավելի է վանելու։ Եթե այս տեսակետից ենք նայում, ապա դա որևէ ընտրական բան չունի։ Ես կարծում եմ այնուամենայնիվ այս ամենը միտված է թուրք-ադրբեջանական, այդ տանդեմին առաջ գնալու, սիրաշահելու, որովհետև ինքը այնուամենայնիվ խնդիր ունի մինչև ընտրություններ ունենալ ինչ-որ թղթի կտոր, որը որևէ արժեք չի ունենալու, եթե անգամ լինի, որովհետև եթե չկա այդ խաղաղության երաշխավորը, այդ թղթի վրա գրված է թղթից ավելի էժան է լինելու։ Լավ, պարոն Քոչարյան, ամեն դեպքում սա թիրախավորել է եկեղեցուն եւ մի շաբաթ անընդմեջ ինչ որ սաղմոզերկու էր դարել։ Մի քիչ ավելի երկար։ Չէ, մի շաբաթ կոնկրետ սոցմեդիայում իր Facebook-յան էջում սաղմոսերկու էր դարել, հետո սկսեց անձնական վիրավորանքներ, հետո սկսեց այս այլաբանական ինչ որ մեսիջներ, ամենակեղտոտ, ամենաեղկելի, ամենաճղճին բառապաշարով, ինչպես դուք ասացիք, օգտագործում է, այնուհետև արդեն անվանական, հետո սկսեց Վեհափառ Հայրապետի հանդեպ հարձակումները, հետո արդեն Վեհափառ Հայրապետին իր քաղաքացիական անուն ազգանով դիմել, եւ այսպես շարունակ այնտեղ նաեւ այլ սրբազանների է թիրախավորում, մասնավորաբար Արշակ Սրբազանի եւ այլն։
Հիմա այս ամեն ինչը ինչ կապ ունի իր նախընտրական քարոզարշավի ընտրության հետ։ Դրա համար եմ ասում, ոչ մի կապ չունի, ավելին ինքը Այսինքն ինչ էր, Վեհափառ Հայրապետը որոշել էր իրեն հետ գնալ ընտրության։ Ոչ իհարկե, դրա համար ասեցի, սա ես ավելի շատ դիտարկում եմ թուրք-ադրբեջանական տանդեմին սիրաշահելու։ Շատ լավ, սիրաշահումը ինչ կոնտեքստում։ Ուզում է ասի, որ ես եկեղեցին կվերացնեմ, հանուն ձեր ոտքերի տակ։ Այո, բա ինչ է անում։ Չնայած ինքը ասում է, որ ինքը եկեղեցուն չի կպնում, ինքը որպես հայ առաքելական դա էլ տեխնոլոգիա է, չէ։ Դա տեխնոլոգիա է։ Եկեք բացենք, հա, պարոն Քոչարյան, իր շրջապատում բոլորս գիտենք, թե ինչքան մարդ կա ամենամտերիմ շրջապատում, որոնք բոլոր ժամանակներում միշտ, հա, ինչ որ կամարանքով են խոսացել լավագույն դեպքում, ձեռ են առել, ինչ որ վիրավորել են, թե ընդհանուր առմամբ, թե եկեղեցուն, թե հավատացյալներին, հավատքը ընդհանրապես, հա։ Դե հիմա այս 21-րդ դարում արդեն բան են, չէ՞ անում, աթեիզմը տարածված է, ամեն ինչը այլևս առհավատ չի տանում, որը մարդու սահմաններից դուրս գալու մեծ հնարավորություն է, չէ՞, տալ, երբ որ դու դա մերժում ես, արդեն ինչ կուզես կանես, ոնց սրանք սահման չունեն, կարմիր գծեր չունեն, երևի թե դրան է միտված։ Հա, բայց այստեղ ոնց որ ինչ-որ մի բան չի կպնում են, որովհետև ինքը ասում է, որ ինքը հայ առաքելակույն եկեղեցու հետևորդ է, ինքը բան է, բայց իր շրջապատը ամենամտերիմ շրջապատը։ Այո, մենք խոսում ենք իր շրջապատից, այս դեպքում, ահա։ Շրջապատը վաղուց է հայտարարել եւ վաղուց է դրսեւորել իր այդ վերաբերմունքը ամեն ինչի։ Դե 2018-ից իրենք արդեն իսկ դրա մասին խոսել են, ծաղրել են, վիրավորել են եւ այլն, բայց մինչեւ 2018-ն էլ են ծաղրել։ Դե մինչեւ 2018-ը իրենք փաբերում ձրի պիվա են խմում, մենք չենք իմանում իրենք ինչ են խոսում եւ շատ երջանիկ ենք, որ չենք իմանում ինչ են խոսում։ Այս այդ դեպքն է, որ ասում են ժամանակ տնեցիները գիտեին ով են, հիմա բոլորս գիտենք, սա է հարցը։ Հասկանում եմ, բայց այն ժամանակ էլ միևնույն է, ինքը ուներ մեդիա, որը բավականին այն ժամանակ, հա, նորից թիրախավորում են։ Եվ թիրախավորում էր այդ մեդիայով, մենք ուզում եմ ասեմ բոլորս տեսել ենք։ Այո։ Այնպես չի որ չենք։ Հա, միգուցե լայն հանրությանը հայտնի չի եղել, բայց գոնե մենք, հա, մենք հետևել ենք միշտ դա տեսել ենք։ Եվ հիմա արդեն այս մասշտաբներով հարձակումը եկեղեցու ինքը մասնավորեցնում է անձերի, եսիմ ինչ որ ուխտադրուժության մեջ մեղադրելով եւ այլն։ Սա իսկապես տվյալ անձերի խնդիր է, թե Ոչ, անձերի, դա ոչ մի անձերի խնդիր չէ, ինչպես միշտ ինքը խափում է ամեն ինչում, հա, ոնց որ ամեն ինչն է խափել, հիմա սա էլ է խափում, այստեղ փորձում է տեխնոլոգիա, չգիտեմ ով կհավատա, ով չի հավատա, հիմա գնալով պարզ է, որ տեսնում ենք, որ հավատացողների քանակը կտրուկ պակասել է, եթե հաշվի առնենք 18 թվականին ինչքան հետևորդ ուներ, այսօր ինչ է, հասկանալի է, բայց այնուամենայնիվ հիմա ինքը ավելի ուրիշ, հա, չեմ ասում աշխարհաքաղաքական, բայց ռեգիոնալ քաղաքական խնդիրներ է փորձում լուծել, միայն թե մնա իշխանության։ Սա է միակ, սա է իշխանության մնալու պատճառով ինքը պատրաստ է ամեն ինչի, ամեն ինչ զոհաբերելու։ Պարոն Քոչարյան, եկեղեցու այս խնդրի շրջանակում մեծահարուստ, բարերար, հայ մեծ բարերար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց 3 առաջին օրը եկեղեցուն, ես ինչու եկեղեցուց եկա, որտեղ բուն խնդիրը այդտեղից է սկսվել։ Սամվել Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց եւ ասաց, որ եթե քաղաքական կուսակցությունները հանրային գործիչների միջոցով այս հարցը չլուծվի, ապա ինքն իր ձևերով կփորձի օգնել, աջակցել եւ այլն։ Սրանից հետո հերթական խելագարության նոպան եղավ եւ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, հա, հետապնդում Սամվել Կարապետյանի նկատմամբ, դե 3 գիշերն էլ արդեն
2 ամսով կալանավորեցին Սամվել Կարապետյանին, այո։ Ղեկավարին գործից ազատել։ Ղեկավարին աշխատանքից ազատեց, այո, եւ հետեւեց այն, ինչ մենք 3 գիշերը տեսանք, մի ամբողջ օր ընթանում էր դատական գործընթացը եւ վերջում տվեցին 2 ամսով նախնական կալան։ Ես իրավաբան չեմ, բայց ես Բայց ամենածաղրականն եմ ուզում արձանագրեմ եւ ձեզ լսեմ, գործը այսպես է, հոդվածը սա է, որ պետությունը բռնի վերցնելու հոդվածն է, կարող է իրավաբանորեն մի քիչ բան չանել։ Ես իրավաբան չեմ, բայց ես անգամ այսօր իշխանության բռնի զավթող ներողություն։ Այսօր ես ChatGPT-ին եմ տվել այդ խոսքերը։ ChatGPT-ին եթե մարդ լիներ, երևի բարձր կծիծաղեր, որովհետև այն ինչ որ ինքը գրել է, որ դա խոսքի ազատություն այդ է, ոչ մի կոչ չկա եւ այլն, հա, ChatGPT-ին հասկանում եք, չէ՞։ Ինքը այնպես չի, որ ինքը Իրանից է, ինքը ամբողջ ինտերնետ, ամբողջ, ինչ կա չկա աշխարհում։ Այո, այո։ Անալիզ է անում եւ որից հետո տալիս է եզրակացություն։ Այո։ Անգամ ChatGPT-ն է տալիս, որ սա ինքնիրավչություն է, սա որևէ կապ չունի բանի, անարխիա է։ Իրականում հիմա ես նույնը կարող եմ կրկնել ու փորձեմ ինձ իրավաբանները բացատրեն ես ինչ եմ ասում։ Եթե քաղաքական գործիչները, հա, չդադարեն թիրախավորել հայ առաքելական եկեղեցին, մենք հարցը կլուծենք մեր ձևերով։ Օրինակ, ես ասում եմ, աղոթելով։ Հիմա դա ինչ է։ Մեր ձևերը օրինակ աղոթելն է։ Օրինակ։ Ինչու ոչ։ Ոնց են դա ձևակերպում որպես բռնության կոչ։ Ինչի բռնության կոչ է։ Ինչի զավթելու կոչ է։ Հիմա տեսեք, մենք հասկանում ենք, չէ՞, նրա պաթոլոգիկ վախերի աստիճանը, պարոն Քոչարյան, դուք էլ եք վախերի մասին գրել, չէ՞, այսքանի օրը, եթե չեմ սխալվում, ձեզ մոտ տեսա։ Վախերի պաթոլոգիկ դրսևորումը, որ այս մարդը ամեն տեսակ այդ փոքր մի բանից, եթե իհարկե իր համար սա փոքր է, սա երևի թե մի ահռելի վտանգ է ինքը տեսնում, անմիջապես գնում է այդ մարդկանց հետևից։ Բայց այս դեպքում տեսեք ում է ձերբակալել։ Ես ասեմ ում է ինքը ձերբակալել։ Հերոսին։ Ինքը ասում է հարկատուն հերոս է, այդ մարդը խոշոր հարկատու է Հայաստանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ձերբակալել է իր իսկ կողմից, հա, հռչակված հերոսին։ Բայց նաև հայ մեծ բարերարի, որ իսկապես կարող է հերոս կոչվել։ Ես անգամ դա այդպես չեմ համարում, ես իր խոսքերով եմ փորձում ասել։ Բանալի ձևակերպմամբ, այո, հերոս, այսպես ձևակերպ։ Իր Սամվել Կարապետյանը իմ համար հերոս չէ։ Ես չեմ ճանաչում, շատ լավ եմ վերաբերվում որպես բարերար, որպես բիզնեսմեն, որովհետև որևէ հա վատ բան չեմ տեսել, ես շատ բիզնեսմեններ եմ տեսել, որոնց մասին շատ վատ բաներ կարամ ասեմ։ Բայց իր կողմից նախ չեմ շփվել, չեմ ճանաչում եւ այլն, բայց համենայն դեպս թե մամուլում, այսքան տարիների ընթացքում, թե նրա ընտանիքի անդամներին, որևէ մեկի կողմից որևէ վատ բան, հիմա այդ մարդուն ինքը հերոս է անվանել ու բռնում է։ Հիմա թող մնացած բոլոր հերոսները հասկանան, որ ցանկացած պահի, ցանկացած առիթով անգամ եթե միգուցե, չգիտեմ, ասում է, ես իմ ձևերով կանեմ, օրինակ աղոթեմ, մեկը կտանի կբռնի կնստացնի։ Հետո մի հատ շատ վտանգավոր բան կա այստեղ, հա։ Տեսեք, ինքը խոսում է իբր թե արդեն 7 տարի է, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է, այո, փոխվել է, դառել է սարսափելի, այդ թվում բիզնեսի համար, որովհետև եթե բիզնեսը օրը ցերեկով կարող են պարզապես խլել, ինչի մասին ինքը հայտարարում է, անհապաղ հեծը պետք է ինչ ազգայնացնել։ Դա խլումա դա, ասենք, մի որևէ իր օլիգարխի, ոնց որ դա մենք տեսել ենք։ Մամուլը արդեն գրել էր, որ կա նախնական պայմանավորվածություն թուրք մի օլիգարխի հետ, որ այդ թուրք օլիգարխին փորձում են հեծը բան անել, հեծը տալ թուրքերին, այսպես ասեմ։ Ես հիմա չեմ ուզում։ Չէ, ես մամուլում հրապարակված օդում կախված լուրերով իրենք են առաջնորդում։ Չէ, գիտեք, այստեղ հարցը այն է, որ ամեն ինչ հնարավոր է, մենք բացարձակ չենք զարմանում։ Ես ոչ մի բան հիմա չեմ բացառում։ Ուղղակի մամուլը դա արձանագրել էր, ես մեջբերում եմ դա։ Ես չեմ բացառում ոչինչ։ Հիմա ես արդեն վաղուց ես միշտ արդեն դադարել եմ զարմանալ, բացառել։
նման Չէ, բայց բաները ասեք, որ չենք դադարել զարմանալ, ամեն դեպքում։ Չէ, ես դադարել եմ զարմանալ։ Չէ, ինչ որ պահի մեկ էլ ասում ենք, բայց Ես դադարել եմ, ես ամեն ինչ սպասում եմ, ամեն իրենից, ամեն ինչ։ Այո, այս իշխանություններից ես ամեն ինչ սպասում եմ։ Բայց դա տեսնում են կողքից։ Հա? Ու ես ուզում եմ հասկանալ, որ մի բիզնեսմենը լինի դա ազգությամբ հայ այլ երկրում, կապ չունի որտեղ, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, թե մերձավոր էական չէ, թե այլ ազգի։ Եթե նա տեսնում է, որ օրը ցերեկով ամենակոպիտ ու բիրտ ձևերով հակաօրինական ձևերով բիզնես են ուզում խլեն մարդու ձեռից։ Ով էստեղ կանի ներդրում, որ մի բիզնեսմենը, ոչ ոք։ Ոչ ոք։ Բայց դուք տեսեք, այստեղ միայն հեծի հարցը չէր։ Երեք նաև սնկի նման իրար հետևից փակում էին տաշիր պիցցաները։ Նաև լուրերը ասած լրատվությամբ ես կարդացի, որ նաև տաշիրում կատնամթերքի գործարան կա, դա էլ են փակել։ Դուք հասկանում եք, չէ՞, սա ինչ ահաբեկչություն է։ Դե այդ մեթոդը սովորաբար Լավ, բա ինքը չի մտածում քաղաքացու մասին։ Այդ ցանցերում ինչքան մարդ է աշխատում, ինչքան հայ մարդ է աշխատում, որ իր տուն հաց է տանում եւ պահում է։ Դա աշխատատեղեր է։ Ոչ մի քաղաքացու մասին էլ ոչ մեկ չի մտածում։ Այս արձանագրն է։ Այդ փաստ է, ինչ քաղաքացու, քաղաքացուն 7 տարի առաջ ինքը խոսքեր տվել, որ պետքա քյաբաբար քյաբաբ ամեն ինչ հետ բերի, մինչև հիմա սպասող մնացին դրա համար էլ կորցրել է այդքան ընտրազանգված, բայց սա այդ նույն քաղաքացիները տեսնում են, թե իրենք ոնց են հարստացել, իրենց գրած մենակ այն ինչ որ երևում է։ Դե ինքը ընտրազանգված է կորցրել, մենք է երկիր ենք կորցրել, պարոն Դե մենք ցավոք սրտի, հա։ Դե այդ արդեն ինձ ինչի եք հարցնում։ Պարոն Քոչարյան, դուք ինչ եք տեսնում, այ երեք տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը եկեղեցու նկատմամբ խայտառակ չափերի հասնող արշավը Վեհափար Հայրապետի նկատմամբ եւ այլ Վարսասյան հոգեորականների նկատմամբ արշավը գերադրական աստիճանի է հասնում, նույնիսկ մարդ ամաչում է վերարտադրի այդ ամենը։ Պարզվում է մեր երկրում ամենամեծ խնդիրը դա է։ Այն պարագային, երբ որ մենք տեսնում ենք Իրանա-իսրայելական այս խայտառակ պատերազմը, որը ինձ թվում է, ես չգիտեմ ինչի արդյունքում կդադարի, կամ նա նրան կվերացնի կամ մեկը մեկին, այդպիսի սրված իրավիճակ է, գումարած Իրանից արդեն բազում Իրանի քաղաքացիներ եւ նաեւ հենց իրանահայեր մեծ քանակով փորձում են տեսնում են կադրերը, նկարները Հայաստան, այո, գալիս են Հայաստան մեղրի անցակետում տեսնում ենք ինչ է կատարվում։ Այս կողմը Ադրբեջանը իր նկարտումներով իբրև թե խաղաղության պայմանագիր ամսի 20-ին մարտամեկը Թուրքիա է գնում եւ այս ամբողջ խելագարությունը բացառապես մենք կապում ենք նաեւ այնտեղ գնալու հետ։ Ռուսաստանը բավականին կոշտ գնահատականներով արձագանքեց Երևանից սկսած, նախորդ օրվանից սկսած կապված Սամվել Կարապետյանի մասով, որտեղ Սամվել Կարապետյանը նաեւ Ռուսաստանի քաղաքացի է, բայց նաեւ Հայաստանի քաղաքացի է։ Այս ամեն ինչի մեջ մենք ես կենտրոնում մեր օրակարգերով ինչ եք կանխատեսում, ինչա մեզ սպասվում։ Եթե այսքան ամեն ինչը իրոք տագնապալի չլիներ, ես կնմանացնեի այն անեկդոտին, որ ասում է ամեն ինչ թողել թիթեռ է նկարում։ Լավ։ Բայց իրոք տեսեք իրավիճակը, եթե անգամ ինքը չի ֆիքսում, թեև սա աշխարհը անգամ Ուկրաինան է մոռացել։ Հիմա Իսրայել-Իրան բանով են, այս մարդը ոչ մի բան, չնայած Իրանով է, տեսնում ենք ոնց են վերաբերվում, էլի։ Ընդ որում թե արևմուտքում, թե Ռուսաստանում։ Դա մեզ են վերաբերվում։ Իհարկե դա մեզ են վերաբերվում։ Մեր երկրին են վերաբերվում, սա է խնդրեմը։ Դե որովհետև իրանք ասում են դե դուք եք ընտրել։ Բոլորը։ Տեղ ունեն։ Բայց տեսեք, խնդի դուք ճիշտ է, Ադրբեջան-Թուրքիա, Իրանի սահմանը, ես հիմա տնտեսությունն եմ միայն ասում, տնտեսության։ Իրանի սահմանը այն ինչ որ այնտեղ գնում էր կամ այնտեղից գալիս էր, հասկանալի է, չէ՞ որ։ Այո։ Արդեն խնդիր է։ Վրաստանը փակել է կոնյակին, այդ առայժմ կոնյակին, այնտեղ ինչ որ այնտեղ էլ խնդիր կա։ Մենք փաստացի բլոկադայի մեջ ենք տնտեսական։ Փաստացի տնտեսական եւ դրա մասին տնտեսագետները արդեն բարձրաձայնել են։
Լավ տնտեսականը մի կողմ, մենք Սյունիք ենք մեծ վտանգի եւ զոհասեղանի տակ դրել։ Այս պահին մանավանդ այս Իրան-Իսրայել պատերազմի կոնտեքստում։ Հատկապես այո, երբ Իրանը բնականաբար հիմա թուլացած է այն առումով, որ նաեւ այն ժամանակ եթե հայտարարում էր, որ ռեգիոնում չի հանդուրժի որևէ փոփոխություն, հիմա չի հիշելու Սյունիքի մասին, որտեղ ինքը իր լուրջ խնդիրները ունի, ել չեմ ասում այդ քանակի իդեպ ես հիմա ըստ էքսպերտների, դա իմ կարծիքը չի, ես խոսացել եմ իրանագետների մասին, կարծիք կա այդպիսի, որ չի բացառվում, որ եթե մի քիչ երկար չի պատերազմը, մինչև 1.5-2 միլիոն այնտեղից կարող է բնակչություն գալ, դա համարյա Հայաստանի բնակչության չափ բնակչություն է։ Եթե անգամ դրա կեսը մնաց Հայաստանում, այստեղ լուրջ խնդիրներ են լինելու, որովհետև եթե դա լինեն իրանահայեր կամ հենց իրանցիներ, դա մի խնդիր է։ Բաբանը, ադրբեջանցիները իրանական անձնագրերով։ Բայց եթե դա իրանական անձնագրերով ադրբեջանցիներն են, դա լինելու է, ինչպես այս իշխանություններն են սիրում ասել, ոչ բռնի թավշյա զավթում Սյունիքի։ Այո։ Փաստացի։ Այո։ Հայաստանի։ Ну, սկզբի շրջան Դե առաջին մուտքը, այո, առաջին։ Գիտեք, եթե Սյունիք մտնում, Սյունիքից այստեղ ինչ է 3 ժամ է։ 3-4 ժամ է։ Հիմա այս վտանգների մեջ, այս խայտառակ, սարսափելի, անվտանգային բարձիկներ չունենալու պարագայում, մենք ինչ ենք լուծում Երևանում այս պահին։ Մենք չգիտեմ, իշխանությունները լուծում են իրենց անվտանգության խնդիրը Թուրքիայի հետ։ Իրենց իշխանության, ինչը իրենց համար հավասարազոր է անվտանգության։ Իշխանության թե սեփական անձը փրկելու։ Դե այդ նույն իրան դա հավասարազոր է, իրենց պարագայում դա նույնն է։ Հա, նույնականացված է։ Իրենց պարագայում իշխանությունը գոյաբանական նշանակություն ունի։ Դուք ակնկալում եք կամ տեսնում եք, որ ամեն դեպքում կարող է որոշակի պրոցեսներ գեներացվեն, ամեն դեպքում սա անընդհատ հրահրում է եւ նաեւ շատ ձեր նշած փորձագիտական շրջանակները, քաղաքագիտական շրջանակները այս վերջին շրջանում անընդհատ բարձրաձայնում են, որ սա ամեն ինչ անում է, որպեսզի տանի քաղաքացիական բախումների, ներքին ընդվզումների եւ այլն։ Տեսեք, միգուցե եւ տենց փորձ կա, ես հիմա չեմ կարող պնդել, բայց ես հաստատ կարող եմ պնդել, որ ինքը դա չի կարող անել, որովհետեւ այլևս ինքը չունի հենարան քաղաքացիական եւ հասարակությունում ընդհանրապես ընտրազանգվածի, որովհետեւ անգամ այն ընտրազանգվածը, որ դեռ իրենն է, նրանք փողոց դուրս եկող ընտրազանգված չեն։ Թուրքիա ունի, Ադրբեջան ունի հենարան, դա չեղավ քաղաքացիական։ Քաղաքացիական չունի, ես համաձայն եմ, բայց ներքին ընդվզումներ հրահրելու արդյունքում եղբայրները կգան իրեն աջակցելու, իսկ ինչ եք զարմանում, կգան կմտնեն ներս։ Չէ, այդ վաղ քաղաքացիական չի արդեն։ Քաղաքացիականը օգտագործելով եմ ասում։ Չի լինելու, քաղաքացիական չի լինելու։ Ոչ ոք դուրս չի գա։ Հիմա ուզում եք ասեք, որ զորք չի հանելու ժողովրդի դեմ։ Զորքը դա քաղաքացիական չի։ Շատ լավ, զորք կհանի, այն իր գնելիք մնելիք մի քանի անհասկանալի երևույթներ ունի։ Ոնց է լինի մի հատ տենց խումբ կձևավորի, կբերի այդ խումբը մի քանի անգամ փորձել են ձևավորել։ Դա ինչ-որ մաքսիմում 100-200 մարդ է հավաքվում։ Ես դա կարող եմ հիշեցնել ձեզ դիմադրության շարժման ժամանակ էլ Բանգլադեշից հիշում եք, փորձեցին երթ անել այսպես կոչված, 100 մարդուց ավելի չկար։ Այսինքն, դա էլ հասկանալի է, որ այդ անգամ իր ընտրազանգվածը չի, այդ բուն իր մարդիկ են։ Հա, իշխանության որպես այսպես կարմուշկա օգտագործող մարդիկ են, ոչ ավել, ընտրազանգվածը, բուն ընտրազանգվածը, որը այո, ես չեմ բացառում, որ կգնա իրան կընտրի, այդ ընտրազանգվածը դուրս չի գալու փողոց։ Հասկացա։ Այսինքն ինքը այդ մասով չունի հենարան։ Այո, այդտեղ չունի։ Իրա միակ հենարանը, ինչի է ինքը, տեսեք ինչ է ինքը ասում, երբ որ իրեն հարցնում են Աբազյանը չի լսել ձեզ։ Ինքը չի ասում չէ, ինքը ասում է թող գնա հանգստանա, ինքը հոգնել է։
ինքը չի ասում, որ չի կատարել, ինքը ընդհակառակ ասում է, ով կարա չկատարի։ Հա, ինչի է այդպես ասում, որովհետև ինքը վախում է, որ հանկարծ իր շրջապատը Չիմանա, որ Աբազյանը չի կատարել։ Հա, չիմանա, որովհետև Էս է ստացվում, չիմանա, որ Աբազյանը չի կատարել։ Ուժային ինքը շատ լավ գիտի ինչ է նշանակում ուժային այդ կառույցներում հեղեղուկ վիճակը։ Բայց հիմա տեսեք, ասում են, որ հրաման չկատարելու վիճակը։ Այո, նաև ներսից տարբեր ինֆորմացիաներ են գալի, այդ ուժային կառույցները մեր ժողովուրդն են, չէ՞, որ աշխատում են այնտեղ։ Այդ ուժային կառույցներից նաև գալիս է, այդպիսի տարբեր, հա, տեղեկատվություններ են դուրս գալիս, որ իրապես ուժային կառույցներում իրավիճակը բավականին ծանր է եւ մանավանդ եւ ԱԱՑ-ի պարագայում եւ նաեւ ոստիկանության ներքին գործերի նախարարությունում համոզված եմ, ես հիմա համոզված եմ, որ Արամ Հովհաննիսյանն էլ է այդ թեմայով գնացել։ Ինձ էլ է տենց թվում, երեք հենց ճիշտ ասած այդ մտքովս անցավ։ Տեսեք, եւ այդ իրավիճակում այնտեղ էլ այսպիսի վիճակ է շատ։ Իսկ դա նշանակում է, որ ինքը վստահություն չունի նույն ուժային կառույցների մասով։ Դրա համար Թուրքիա է գնում։ Իսկ Յաշման է բերելու, Յաշման են բերելու մեր վրա։ Այդտեղ էլ է խափում։ Տեսեք, որովհետև պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Էրդողանի հրավերով Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։ Հետո Էրդողանը հայտարարում է, էլի պաշտոնապես, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Վրաստանի վարչապետին, որը ինձ խնդրի, որ ես նրան ընդունեմ։ Սարսափելի բան է։ Այսինքն օրը ցերեկով խափում են ամենտեղ։ Ալիևն էլ ասաց ինձ Էրդողանն է հրավիրել, գնում եմ։ Դե ես հա, կարծում եմ այնտեղ հանդիպում կլինի։ Չէ, նրանցը շատ բնական է։ Որի, այո։ Եվ մեղադրելու չի, այդ մարդիկ այդպես են աշխատում, մարդիկ գտել են իրենց, հա, դաշնակիցներ, ունեն ընդհանուր շահեր։ Մեր դաշնակիցն ով է։ Այսօր։ Հա։ Շատ լուրջ հարց եք տալի։ Ես եթե առաջ հարցնեիք, անմիջապես կպատասխանեի։ Մենք հիմա դաշնակից չունենք։ Դրա համար։ Մենք չունենք դաշնակից։ Պարոն Քոչարյան, այս ամեն դեպքում կարող է որոշակի անկանխատեսելի եւ անհաշվարկելի լուծման գնա, օրինակ պարլամենտում իմպիչմենտի գործընթաց են սկսել, այնտեղ էլ ընդդիմությունն է իրար մեջ տարբեր խառնաշփոթներ ձևավորել, պատիվ ունեմ ներկայացրել է վարչապետի տեխնացու արդեն 6 ստորագրություն կա, այնտեղ Հայաստան դաշինքի հետ խնդիր կա, նրանք հստակ ասում են մարտ բերեք կստորագրենք, մենք հիմա չենք, վերջը գիտեք ինչ խառը վիճակ է։ Հավիձևի պատմություն։ Այո, լրիվ այդ տարբերակն է։ Հիմա ուզում եմ հասկանալ, այս process-ների արդյունքում կարող է ամեն դեպքում այդ impeachment-ը մեզ իսկապես խիստ օգտակար պահին, օգտակար ժամին հասնի եւ ձեռք մեկնի։ Տեսեք, անկախ ամեն ինչից, ես դա բազմիցս ասել եմ, ձեզ մոտ էլ ասել։ Լինի դա ինչ impeachment, լինի դա ընտրություններ, լինի պարզապես ինչ-որ տրիգերի հետևանքով, եթե չլինի ժողովրդի աջակցությունը, փողոցի աջակցությունը, ոչինչ չի լինելու։ Եթե կարողանան գեներացնել այդ աջակցությունը, ընդդիմությունը, որում ինձ համար էական չի, որ ընդդիմությունը, պարլամենտում երկու տարբեր թևերը, արտախորհրդարանական, էական չի ինձ համար, հա, նոր մարդ, չգիտեմ։ Կարևորը լինի։ Եթե լինի այն ընդդիմությունը, որը կգեներացնի փողոց, նա էլ կունենա այն, ինչի մասին բոլորը երազում են արդեն 7 տարի է կամ առնվազն 5 տարի է։ Ես շնորհակալ եմ պարոն Քոչարյան այսօրվա զրույցի համար, հուսով եմ, որ ամեն դեպքում մենք այս խնդիրների վերջնակետը եւ վերջնաելքը տեսնելու ենք։ Ես չգիտեմ, մի լավ բան կա, չէ, ասում են Աստված հուսահատվողներին չի սիրում եւ չի կարելի հուսահատվել, որտեղ դա ամենամեծ մեղքն է։ Այնպես որ կյանքում չեմ մենք այդ մեղքի տակ պիտի որ չմտնենք, հուսահատվել չկա։ Ես հուսահատվողներից չեմ, երբեք չեմ հուսահատվել, ընդհակառակ ինձ շատերը միշտ ասել են, որ ես անուղղելի օպտիմիստ եմ, ավելին ասեմ ժամանակին, երբ ես ժուրնալիստ չեմ եղել, բայց թերթում հոդվածաշար տենց այդպես բան ունեի, ֆելետոնների տեսքով, եւ դրա ենթավերնագիրը գրվում էր օպտիմիստի անկյուն։ Այս օպտիմիստական նոտայով էլ ավարտենք։ Շնորհակալ եմ պարոն Քոչարյան, ես հիշեցնեմ մեր հետևորդներին եւ հեռուստադիտողներին, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել էի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին, կհանդիպենք։
Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։